Խնդիրը բաղկացած է երկու պահանջից։ Ըստ A պահանջի պետք է գտնել, թե քանի տարբեր եղանակով յուրաքանչյուր քայլի միայն մեկ վանդակ վերև կամ աջ քայլ կատարող ֆիգուրը շախմատի տախտակի A1 վանդակից կարող է հասնել H8 վանդակ։ Ինքն սա մեր շախմատի տախտակն է, որը մենք գծել ենք արդեն, ու պետք է շախմատի այդ ֆիգուրը A1-ից, այսինքն այստեղից հասնի, եկեք այլ գույնով պատկերենք, որպեսզի ավելի լավ լինի։ Ահա, A1-ից պետք է հասնի H8, ու նա միայն կարող է գնալ աջ կամ վերև։ Շատ լավ, ու պետք է գտնել բոլոր հնարավոր եղանակները իրարից տարբեր։ Դե նախ եկեք հասկանանք, թե այստեղ ինչ է կատարվում։ Ինչպես պետք է լինի մեզ այդ ֆիգուրը եւ քանի քայլ նա պետք է կատարի, որպեսզի A1-ից հասնի H8։ Նախ դա հասկանանք։ Դե նկատենք, որ նա հաստատ աջ պետք է գնա, որովհետեւ միայն վերև գնալով ոչ մի ձև չի հասնի H8 վանդակ, նա պետք է գոնե 7 անգամ աջ գնա, որովհետև առաջին աջ գնալու դեպքում նա B-սյան մեջ կհայտնվի, երկրորդ աջի դեպքում C-սյան, երրորդի դեպքում D-սյան մեջ կհայտնվի, այնուհետև E, F, G ու վերջապես H-սյան մեջ կհայտնվի 7-րդ քայլից հետո, բայց նա նաև պետք է բարձրանա տողերով մինչև 8-րդ տողը, իսկ ամենասկզում նա առաջին տողում էր, ուստի նա պետք է մի տող բարձրանա, այսինքն մի անգամ պետք է վերև անի հասնի երկրորդ տողում, այնուհետև 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ու վերջապես 8-րդ տողում հասնի, ու այդ քայլերի քանակը այստեղ կրկին 7 է։ Նա 7 անգամ պետք է վերև քայլի, որպեսզի հասնի առաջին տողից 8-րդ տող։ Շատ լավ, մենք հասկացանք, որ պարտադիր պետք է մեզ մոտ այդ ֆիգուրը 7 անգամ աջ գնա եւ 7 անգամ վերև գնա։ Այստեղ ուղղակի հարցը այն է։ Իսկ ինչպես է նա այդ քայլերը կատարում, այսինքն միգուցե առաջին քայլին նա որոշում է վերև գնալ, այնուհետև աջ, դրանից հետո կրկին վերև 2 քայլ, այնուհետև աջ ու հետո մինչև վերջ։ Վերև է գնում այդ ֆիգուրը, դրանից հետո մինչև վերջ աջ։ Կամ միգուցե այսպես է շարժվում այդ ֆիգուրը։ Այսինքն, եթե նկատեք, մենք ուղղակի պետք է տեսնենք, թե քանի տարբեր ձևով է մեզ մոտ այդ ֆիգուրը աջ եւ վերև անում։ Ինքն նախ դա նշենք, այնինչ նոր հասկացանք։ Ֆիգուրը պետք է 7 քայլ աջ եւ 7 քայլ վերև անի։ Շատ լավ։ Այստեղ ունենք դա աջն է մեզ մոտ։ Եվ դե ունենք դեպի վերև։ Ահա։ Ու ինչպես է լինելու մեզ մոտ դասավորությունը, դե տեսեք 7 հատ դեպի աջ է լինելու, ահա 7 հատ ու 7 հատ դեպի վերև։ Հիմա սա լինելու է, կարող ենք սա պատկերացնել այդ ֆիգուրի հետագծերից որևէ մեկը։ Եկեք վերցնենք այստեղ ինչը գրված 7 հատ միանգամից դեպի աջ, այնուհետև 7 հատ վերև։ Դա հենց ահա այս ձևով գնալն է, բայց կարող է սկզբից աջ անել, այնուհետև վերև ու դրանից հետո նույն ձևով կրկնել իր բոլոր քայլերը։ Եվս մեկ անգամ աջ ու դրանից հետո միայն վերև։ Դա նույնպես տվյալ ֆիգուրի հետագծերից մեկ։ Ահա։ Տեսեք, սկզբից աջ է գնում, այնուհետև վերև, դրանից հետո եկեք այլ գույնով պատկերեմ, որպեսզի ավելի լավ երևա։ Սկզբից աջ մի քայլ, դրանից հետո վերև, դրանից հետո ամբողջությամբ դեպի աջ է գնում ու մինչև վերջ դեպի վերև է գնում։ Ինքն սա նույնպես հետագիծ է եւ այսպես շարունակ, բայց մենք ձեռքով այսպես չենք կարող բոլոր իրավիճակները գրել, նկարագրել ու հաշվել դրանց քանակը։ Դա նախ երկար է, երկրորդ անիմաստ է այդպես հաշվել, որովհետեւ դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Այստեղ նշենք եւ այսպես շարունակ։ Ահա, ավելի հեշտ կլինի հասկանալ այս փաստը։ Նախ մեզ մոտ քայլերի քանակը 7 է, կներեք, 14 է, աջերի քանակն է 7 և ձախերի քանակը։ Ահա, ընդհանուր պետք է կատարի ֆիգուրը պարտադիր 14 քայլ։ Ուղղակի հետաքրքիր է, թե որ դեպքում նա աջ է անում, իսկ որ դեպքում վերև է գնում։
Դրա համար նկատենք, որ եթե մենք ընտրենք ամենասկզբում այդ 14 հայլերից, թե որտեղ է աջ գնում ֆիգուրը, միարժեքորեն կդասավորվեն նաև վերև գնացողները։ Այսինքն մենք ընտրենք այս 14 հատից միայն աջ գնացողի դիրքերը, թե վերև գնացողներն են մնացած վանդակներում կլինեն։ Ու կստացվի, որ մենք որոշեցինք ֆիգուրի որևէ հետագիծ, ու այդ եղանակով մենք կարող ենք որոշել բոլոր հնարավոր եղանակները A1-ից H8 հասնելու։ Այսինքն ուղղակի պետք է հաշվել, թե այս սրաքները քանի ձևով կարող ենք առնել ու ստանալ իրարից տարբեր պատկերներ։ Դե դրա համար, ինչպես արդեն նշեցի, մեզ պետք է հասկանալ, թե այս 14 հատից ինչպես կարող ենք մենք 7 դիրք ընտրել, որպեսզի տեղադրենք աջ գնալները կամ վերև գնալները, տարբերություն չկա։ Դա եկեք այստեղ նկարագրենք, թե ինչ ենք անում։ Քանի որ ֆիգուրը հայլում է, եկեք նշենք, որ պետք է կատարի, այստեղից շարունակենք, պետք է կատարի 14 հայլ, որոնցից 7-ը աջ, 7-ը ձախ, կներեք վերև։ Ահա։ Շատ լավ, որոնցից 7-ը աջ, 7-ը վերև, ուստի այդ 14-ից ընտրելով վերև, կամ մենք նոր քննարկում ենք աջ, ուստի եկեք այստեղ աջով էլ շարունակենք։ Ուստի այդ 14-ից ընտրելով աջ քայլելու դիրքերը, վերև քայլելու դիրքերը կդասավորվեն, կամ եկեք վերևները կդասավորվեն միարժեքորեն։ Եվ կգտնենք բոլոր եղանակները։ Շատ լավ։ Կարճ ասած, եթե մենք գիտենք, թե զուգորդությունը ինչ է, իսկ զուգորդությունը դա այն էր, որ մենք պետք է ուղղակի ընտրենք խումբ, այստեղ մենք ունենք զուգորդություն, գործ ունենք զուգորդության հետ։ Մենք պետք է 14-ից ընտրենք 7 հատը, ու հերթականությունը էական չէ, թե որ 7-ը, կներեք, թե այդ 7-ը ինչ հերթականությամբ ենք ընտրում։ Այսինքն կարող ենք այստեղ նշել, թե 14-ից 7-ական, իսկ ովքեր այդքան լավ ծանոթ չեն զուգորդության հետ, հիմա կմանրամասնեմ, թե ինչպես է բանաձևը աշխատում։ Մենք ունենք 14 դիրք, կարող ենք նրանց համարակալել 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10 և վերջապես վերջինները, ահա 14։ Այս 14 դիրքից մենք պետք է ընտրենք 7 դիրքը, որպեսզի դասավորենք դեպի աջ գնալը։ Դե առաջին դիրքը դեպի աջ գնալու համար մենք կարող ենք ընտրել 14 տարբերակով, ուստի այստեղ կլինի 14։ Դրանից հետո մենք պետք է ընտրենք երկրորդ աջ գնալու դիրքը, բայց արդեն եթե մի դիրք ընտրել ենք, մնացածից պետք է ընտրենք երկրորդը ու կլինի այստեղ մեզ մնում է 13։ Եկեք այստեղ ուղղակի մաքրենք կամ հետևել օրինակի վրա, ահա 13 տարբերակով կընտրենք երկրորդ աջ գնալու դիրքը, օրինակ սա ենք ընտրել, այնուհետև 12 տարբերակով երրորդ աջ գնալու դիրքը, 11 տարբերակով չորրորդ աջ գնալու դիրքը, ահա 10 տարբերակով 5-րդ աջ գնալու դիրքը, 9 տարբերակով 6-րդ աջ գնալու դիրքը և վերջապես 8 տարբերակով 7-րդ աջ գնալու դիրքը, ու այս ամենը պետք է բաժանենք 7-ի ֆակտորիալի, 7 անգամ 6 անգամ 5 անգամ 4, 3, 2, 1,
ու հիմա ասեմ, թե ինչու ենք մենք այդ բաժանումը կատարում, որովհետև դուք տեսաք ես ինչ հերթականությամբ ընտրեցի, սկզբից ընտրեցի սա, դրանից հետո այս վանդակը, այնուհետև այս վանդակը եւ հետեւյալ ձևով մնացածը ընտրեցի, բայց ինչ կլիներ, եթե ես սկզբից ընտրեի այս վանդակները, այսինքն հերթականությունը հետեւյալ ձևով լիներ, նույն դիրքը չէր ստացվի, իհարկե կստացվեր նույն դիրքը, հետեւաբար ես այս նույն դիրքը հետևյալ ձևով հաշվելու ժամանակ հաշվել եմ մի քանի անգամ։ Եվ ինչու եմ հաշվել, որովհետև տարբերություն եմ դրել։ Սկզբից ընտրում եմ 4-րդ դիրքը եւ այնտեղ նշանակում աճ, թե սկզբից ընտրում եմ առաջին դիրքը ու այնտեղ նշանակում աճ։ Ու պետք է հենց դրա կրկնվող քանակի վրա բաժանել։ Եվ քանի որ 7 ընտրություն ունեի ես, եւ այդ 7 ընտրությունը 7-ի ֆակտորիալ ձևով կարող էի կրկնել, դրա համար բաժանում ենք այդ քանակի վրա։ Ու արդյունքում այստեղ պետք է կրճատումներ կատարել, որպեսզի խուսափենք, օրինակ 14-ը 2 անգամ 7-ի հետ կրճատենք, այստեղ ինչ ունենք, 12 ունենք, 12 ունենք, ներքևում 6, 4 կա, այստեղ կարող է կրճատվել, 5 ունենք, որը մյուս երկուսի հետ, ուստի կարող ենք 12, 10-ը դրանց հետ կրճատել, իսկ 3-ը կարող ենք 9-ի հետ կրճատել, արդյունքում մենք ունենանք 13 անգամ, 11 անգամ 3 և անգամ 8, իսկ դրա պատասխանն է 3432։ Շատ լավ, 3432 եղանակով մեզ մոտ կարող է ֆիգուրը A1-ից հասնել մինչև H8։ Շատ լավ, այսքանը հասկացանք, եկեք քննարկենք նաև B պահանջը, այնուհետև երկու պահանջները միաժամանակ կամփոփենք, որպեսզի տեսնենք այդ երկուսի մեջ կապը։ Նախ վերցնենք մեզ մոտ տախտակը, որը այստեղ պատկերված էր, և դրա վրա արդեն սկսենք հասկանալ, թե ինչ է պետք մեզ անել։ Շատ լավ, խնդիրը հարցնում է B պահանջը, ինչպես կփոխվի խնդրի պատասխանը, եթե ֆիգուրը չի կարող հայտնվել C4 վանդակում, ինքն C4-ը այստեղից պետք է հանել, C4-ը, կարող ենք նույնիսկ ահա այսպիսի գույնով, կներեք, C4-ը հետևյալն է, ահա, մենք նրան հանում ենք, ու կրկին պետք է A1-ից հասնել H8, իսկ ինչպես սա կարելի է անել, դե նկատենք, որ C4-ով անցնողները կլինեն այսպես, այսինքն մեզ մոտ պետք է ֆիգուրը գա հասնի C4 ու C4-ից հետո գնա հասնի H8, իսկ դրա քանակը գտնելու համար ինչ է մեզ պետք անել, դե նախ պետք է հասկանալ, թե քանի եղանակով մեզ մոտ ֆիգուրը կարող է գալ հասնել C4 վանդակ, ու այնուհետև հասկանալ, թե C4-ից քանի եղանակով կարող է ֆիգուրը գնալ հասնել H8, ու ընդհանուր բոլոր եղանակներից մենք կարող ենք անել նրանք, որոնք մեզ չեն բավարարում, այդպես կարճ կտևի լուծումը։ Դրա համար եկեք այստեղ արդեն նկարագրենք ինչ ենք անում։ Պետք է գտնել թե քանի եղանակով կարելի է ահա, թե քանի եղանակով կարելի է A1-ից C4 հասնել, այնուհետև գտնել C4-ից H8 ինչպես կարելի է հասնել։ Շատ լավ, ահա այս երկուսը գտնելուց հետո մենք կարող ենք գտնել առհասարակ ինչպես է կարելի A1-ից հասնել H8, անցնել եւ այդ ընթացքում անցնել C4-ով, կլինի ուղղակի այս երկուսի արտադրելը։ Ինչու, որովհետև ցանկացած եղանակով, տարբերակով, որ մենք A1-ից կհասնենք H8, դրանից հետո մենք ունենալու ենք տարբեր հնարավորություններ C8-ից, կներեք, C4-ից հասնելու H8, ու այդ քանակը մեզ մոտ ցույց է տալու հետեւյալ կտորը, որտեղ մենք կհաշվենք։ Շատ լավ, եկեք գրենք, ավելի պարզ կլինի։ Մեզ պետք է A1-ից գնալ C4։ Ինչպես կարող ենք դրանց քանակները հաշվել։ Նույն տրամաբանությամբ, ինչ նախորդն ենք հաշվել, ուղղակի այստեղ պետք է այդ կտորը առանձին գրել։ Ունենանք այստեղ։ Ահա այս կտորը, որտեղ կարող ենք համարակալել 1, 2, 3, 4, A, B, C։ Շատ լավ։
Ահա, նշենք որտեղից որտեղ է պետք հասնել, պետք է A1-ից հասնել C4, դե քանի անգամ պետք է աչ անի մեզ մոտ ֆիգուրը և քանի անգամ պետք է վերև գնա, պետք է 2 անգամ աչ անի, որպեսի A-սյունից հասնի C-սյուն և պետք է դրանից հետո 3 անգամ վեր գնա, որպեսի առաջին տողից հասնի 4-րդ տող, այսինքն ունենք այստեղ 2 աչ և 3 վեր, հիմա ահա այսքանից մենք պետք է հասկանանք, թե քանի տարբերակով կարող ենք նրանց մեկու մեջ դասավորել, այսինքն տեղերը փոխել, դե դրա քանակները ինչքան կլինի, ունենք 5 դիրք և այդ 5 դիրքից մենք պետք է ընտրենք կամ 2 դիրք, որտեղ կընտրենք աչերը, կամ 3 դիրք, որտեղ կտեղադրենք վերևները, բայց եթե նկատեք, ավելի հեշտ է մեզ մոտ կառավարել, թե քանի դիրքով է աչ գնալու, այսինքն աչերի դիրքեր ընտրենք, քան 3 հատ մենք վերև գնալու դիրք ընտրենք, դրա համար նույն թիվն ենք մենք ստանալու, ուղղակի երբ որ բանաձևը կիրառում ենք, այնտեղ թվերը ավելի քիչ են լինում, պետք է 5-ից, ահա այս 5 դիրքերից, ընտրել 2 դիրք, որպեսզի հասկանանք, թե քանի տարբերակով կարող ենք մենք այստեղ դասավորել աչ գնալու, իսկ սա իր հերթին ներկայացնում է 5 դիրք ունենք, առաջին աչ գնալու դիրքը կընտրենք 5 տարբերակով, երկրորդ աչ գնալու դիրքը 4 տարբերակով, ու դա կբաժանենք 2-ի, որովհետև կրկնվող տարբերակները մեզ մոտ ամեն այսպիսի հետագծի համար 2-ն են, հետևաբար ստանում ենք 10 տարբերակով կարող ենք A1-ից հասնել C4, հիմա մեզ պետք է կատարել մյուս կտորը այս խնդրի լուծման, հասկանալ թե C4-ից քանի տարբերակով կարող են գնալ H8, ու դա նույնպես պետք է գծել, դե ինչ ունենք այստեղ, 5 վանդակ այս մասից ունենք և 6 վանդակ էլ մյուս կտորից, այսինքն 5-ը 6-ի վրա ուղղանկյան կտոր ունենք, ահա, շատ լավ, ահա այս վանդակից եկեք նշենք C, D, E, F, G, H, ու 4, 5, 6, 7, 8, պետք է C4-ից հասնել H8, քանի անգամ պետք է աչ գնա մեզ մոտ ֆիգուրը և քանի անգամ վեր գնա, աչ պետք է գնանա, տեսեք, քանի որ 6 այսպիսի սյուն կար, ապա 5 անգամ պետք է աչ գնա, 3, 4, 5, և դրանից հետո պետք է 1, 2, 3, 4 անգամ էլ վեր գնա, այսինքն ունենք հետևյալ պատկերը, 5 անգամ աչ և 4 անգամ վեր, ահա, և այստեղ մենք ունենք 9 դիրք, այսինքն պետք է 9 դիրքից ընտրենք, ներեք, այստեղ մոռացանք մի դիրքը, ահա 4 անգամ էր մեզ մոտ աչ անում, հետևաբար սա սխալ է նշված, կրկին 5 անգամ պետք է աչ գնա և 4 անգամ պետք է վեր գնա ֆիգուրը, հետևաբար կունենանք ընդհանուր 9 դիրք և այդ 9 դիրքից մենք պետք է ընտրենք կամ 5-ը և այնտեղ դասավորենք աչ գնալը, կամ 4-ը և այնտեղ դասավորենք վեր գնալը, դե նույն թիվն ենք ստանալու, ուղղակի այս դեպքում կրճատումները մի քիչ են կանելու, ինքն կրկին, առաջին վեր գնալու դիրքը ընտրելու 9 տարբերակ ունենք, երկրորդ վեր գնալու դիրքը ընտրելու 8, երրորդը 7, չորրորդը 6, ու այս ամենը պետք է բաժանենք 4-ի ֆակտորիալի, կամ 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1-ի, սա 4-ի ֆակտորիալն է, ահա, մինչև 4-ը և դա ներառյալ բոլոր բնական թվերի արտադրյալը, և այստեղ արդեն պետք է կրճատումներ կատարենք որոշակի, օրինակ 3 այստեղ կրճատենք և 4-ն ու 2-ը 8-ի հետ, դրա արդյունքում ինչ ենք ունենում 3 անգամ 7 անգամ 6, իսկ սրա արդյունքում ստանում ենք 126 եղանակ, 126 եղանակով մեզ մոտ կարող ենք մենք C4-ից հասնել H8, այսինքն տեսեք, սկզբում մեզ մոտ այդ ֆիգուրը A1-ից հասնում է C4 10 եղանակով, այնուհետև C4-ից հասնում է H8 126 եղանակով, և ամեն C4 հասնելու եղանակի համար ևս 126 եղանակ կա H8 հասնելու, հետևաբար C4-ով անցնելու և A1-ից H8 հասնելու բոլոր եղանակների քանակը, այսինքն հետևաբար այստեղ A1-ից գնում ենք C4 և C4-ից գնում ենք H8
բոլոր եղանակները կլինեն, քանի եղանակով կարելի է A1-ից հասնել C4 10-ր, բազմապատկած, քանի եղանակով կարելի է C4-ից հասնել H8 126, այսինքն 1260։ Շատ լավ, բայց մեզ պետք էր գտնել, թե քանի եղանակով մենք կարող ենք C4-ով չանցնելով հասնել H8։ Դրա համար պետք է բոլոր եղանակների քանակից հանել նրանք, որոնք մեզ չեն բավարարում։ Ուստի մեզ բավարարում են ու տեսնենք, թե քանի եղանակ է։ 3432 եղանակ այն կողմից ունենք, որոնք մեզ բավարարում էին, և 1260 էլ այստեղից։ Ու ընդհանուր մեզ մոտ ստացվում է 2172 եղանակ։ Շատ լավ։ Այսինքն ստացանք, որ 2172 եղանակով ֆիգուրը կարող է A1-ից հասնել H8 և չանցնել C4 վանդակով։ Հիմա եկեք ամփոփենք այս խնդիրը, երկու պահանջի լուծումն ու կապենք իրար հետ։ Դե ինչպես կարելի է հասնել A1-ից H8, այստեղ ոչ մի վանդակ մեզ մոտ հանված չէր, մենք բոլորը կարող էինք օգտագործել։ Պետք էր հասկանալ, որ մեզ մոտ ֆիգուրը պարտադիր 14 քայլ է կատարում, որոնցից 7-ը դեպի վեր են, 7-ը դեպի աջ, ու դրանց հետ է պետք աշխատել։ Ամենասկզբում մենք գծեցինք հետագծերից որևէ մեկը, երբ մեզ մոտ ֆիգուրը մի անգամից դեպի աջ է գնում 7 քայլ ու դրանից հետո մի անգամից դեպի վեր է գնում 7 քայլ, բայց կարող էր այլ լինել նրա հետագիծը, ու այսպիսի շատ իրավիճակներ կան, որոնք մենք չենք կարող հատիկ-հատիկ գրել եւ դրանց քանակը հաշվել, պետք է ավելի խելամիտ տարբերակ մտածել, իսկ ավելի խելամիտ տարբերակը տվյալ խնդրի համար զուգորդություն օգտագործելն էր։ Ու ինչպես էր դա պետք օգտագործել, մենք ինչ պետք է անեինք, մենք այս 14 դիրքերից պետք է ուղղակի ընտրեինք այն դիրքերը, որտեղ մեզ մոտ ֆիգուրը աջ է գնում։ Չէ՞ որ միայն ընտրելով աջ գնալու այդ 7 դիրքը, մնացածը կլինեն դեպի վեր գնալու դիրքեր, ու այդպես մենք կկառուցենք ֆիգուրի հետագծերից որևէ մեկը։ Հենց այդ տրամաբանությունից ելնելով մենք 14 դիրքից սկսեցինք ընտրել 7 դիրքը։ Դե առաջին դիրքը կարող ենք ընտրել 14 տարբերակով, երկրորդ դիրքը 13, այդպես շարունակ մինչև 7-րդ դիրքը 8 տարբերակով։ Բայց հետո նկատեցինք, որ այստեղ մենք կրկնվող շատ դեպքեր ունենք, եւ ինչու շատ դեպքեր ունենք, որովհետեւ մենք տարբերություն ենք դնում սկզբից, որ դիրքը կընտրենք աջ գնալու համար, բայց էական տարբերություն չկա, որովհետեւ ինչ տարբերություն, որ անգամ ենք մենք ընտրում այդ աճը։ Դրա համար պետք է բաժանել կրկնվող քանակի վրա, իսկ այդ կրկնվող քանակը այս դեպքում 7-ի ֆակտորիալն է, որովհետև այդքան անգամ մենք յուրաքանչյուր տարբերակ հաշվել ենք։ Հիմա այդ բաժանումն էլ կատարելուց հետո մենք գտանք առանց կրկնությունների բոլոր հնարավոր եղանակների քանակը։ Իսկ B պահանջը մեզ ասում է, որ C4 չի կարող մտնել։ Դե մենք որոշեցինք, որ կարելի է հակառակը անել, չէ՞ որ բոլոր եղանակները, այդ բոլոր հետագծերը կամ C4-ով անցնում են, կամ C4-ով չեն անցնում։ Դրա համար ուղղակի գտնելով, թե որոնք են անցնում C4-ով ու բոլորից հանելով դրանք, մեզ չբավարարողները, մենք կարող ենք գտնել ընդհանուր քանակը, թե քանի եղանակով կարող է ֆիգուրա A1-ից հասնել H8 ու չանցնել C4-ով։ Դրա համար մեզ պետք էր նախ որոշել, թե քանի եղանակով կարող է A1-ից ֆիգուրը հասնել C4 ու այնուհետև հաշվել, թե քանի եղանակով կարող է C4-ից հասնել H8 ու ամեն C4 հասնելու եղանակի համար հետագայում տեսանք, որ ունենք 126 H8 հասնելու եղանակ։ Դրա համար բոլոր եղանակները, որոնցով կարելի է հասնել A1-ից C4, դրանք 10 էին, բազմապատկեցինք բոլոր եղանակներով, որոնցով կարելի է հասնել C4-ից H8 ու գտանք, որ 1260 եղանակով կարելի է A1-ից հասնել H8 ու անցնել պարտադիր C4-ով։ Իսկ C4-ով չանցնելու եղանակների քանակը եղավ բոլորից հանելով մեզ չբավարարողները, այսինքն 2172 եղանակ։ Ու այսպիսի փոքր հուշում նշում, որ կարող եք նաև այս խնդիրը այդպես լուծել, կարող եք փոքր այսպիսի վանդակի վրա ուսումնասիրել, եկեք սա իջեցնենք ներքև ու մի քանի խոսք ասենք նրա վերաբերյալ, այլ դեպ, ու սա միայն միտք է, ինքնուրույն կարող եք հետագայում մտածել։ Ահա սա մեզ մոտ
թող լինի այսպես ABC եւ 1 2 պետք է A1-ից հասնել C2 ինչպես կարող ենք դա անել դե կարող ենք քայլ-քայլ հասկանալ թե յուրաքանչյուր վանդակ քանի տարբերակով կարող ենք հասնել ամենասկզբում A1-ում ենք գտնվում B քանի տարբերակով կարող ենք հասնել դե իհարկե մի տարբերակով որովհետեւ մի անգամ A չանելով մենք կհասնենք B1 իսկ C1 քանի տարբերակով կարող ենք հասնել ակնհայտ էլի մի տարբերակով որովհետեւ պետք է երկու անգամ ուղղակի A չանել A2 քանի տարբերակով կարող ենք հասնել մի տարբերակով որովհետեւ մի անգամ պետք է վերանել իսկ օրինակ B2 քանի տարբերակով կարող ենք հասնել արդեն 2 որովհետեւ մի անգամ դեպի A չենք անում այնուհետեւ վեր կամ վեր ու աջ ու նկատենք որ երկուսը ահա այս նախորդ ներքև ու դեպի ձախ վանդակների քանակների գումարն է որովհետեւ դրանից հետո մենք մի քայլով հասնում ենք այս վանդակ եւ հետեւաբար նույն տրամաբանությամբ C2 կարող ենք հասնել 3 տարբերակով որովհետեւ 2 տարբերակով կհասնենք B2 դրանից հետո մի քայլ անելով կհասնենք C2 մի տարբերակով կհասնենք C1 դրանից հետո մի քայլ անելով կհասնենք C2 հետեւաբար մեր քանակները կլինեն 3 ու արդեն ավելի մեծ իրավիճակի համար օրինակ պատկերացնենք որ սա մեզ մոտ ABC 1 2 3 4 Սան աշխատում է նաև այն կտորի համար, որտեղ մենք հաշվում ենք այսպես առանձին։ Տեսեք, որ B հասնել, B1 հասնելու մի տարբերակ ունենք, C1 հասնելու մի տարբերակ։ Եվ դեպի վերև նույնպես մի ձևով կարող ենք գնալ, բայց օրինակ B2 արդեն 2 ձևով կարող ենք գնալ, իսկ C2 կարող ենք արդեն 3 ձևով, որովհետև այստեղից վեր կամ այստեղից աջ կանենք։ Օրինակ B3 հասնելու 3 տարբերակ ունենք, իսկ B4 հասնելու արդեն 4 տարբերակ, որովհետև 3 ձևով կհասնենք B3, այնտեղից մի քայլ անելով B4 կհայտնվենք ու մի տարբերակով կհասնենք A4, այնտեղից մի քայլ անելով կհայտնվենք B4-ում։ Ու այս վանդակը C3 կարող ենք հասնել 6 տարբերակով, որովհետև այստեղ 3 տարբերակով ենք հասնում, այստեղ 3։ Իսկ արդեն մեր ցանկալի C4 կհասնենք 4 գումարած 6 հավասար 10 տարբերակով։ Դա նույնպես միտք է, որը կարող է կիրառել։ Ու ճիշտ է մի քիչ երկար կլինի ձեռքով այսպես հատիկ-հատիկ հաշվարկ կատարել, բայց այն բավականին հետաքրքիր process է, ուստի կարող եք ավելի փոքր օրինակների վրա սա կիրառել։ Այն միշտ աշխատում է։ Օրինակ այստեղ նույնպես կարող եք ինքնուրույն դա կիրառել ու նկատել, որ H8-ում ստացվելու է 126 եղանակ, երբ մենք C4-ից ենք գալիս։ Իսկ արդեն 8-ը 8 չափի շախմատի տախտակի համար միգուցե մի քիչ բարդ ու երկար լինի, բայց իհարկե դա ձեզ ավելի շատ կօգնի, որպեսզի հասկանաք խնդրի էությունը։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։